Հրապարակը գրում է. ՔՊ-ի շարքերում անակնկալի են եկել նախորդ շաբաթվա վարչության նիստի հաղորդագրությունից տեղեկանալով, որ կուսակցության ղեկավարությունն արդեն նախընտրական որոշումներ է կայացնում։ Մասնավորապես, արդեն որոշել են, թե ովքեր պետք է լինեն 2026 թվականի ՔՊ նախընտրական շտաբի պետն ու քարոզչության գծով տեղակալը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Իշխող թիմում կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտահերթի է գնում եւ դրանով են պայմանավորված ընտրություններից 8 ամիս առաջ այս նշանակումները։ Փաստը գրում է. Ժառանգություն կուսակցության հիմնադիր Ռաֆի Հովհաննիսյանն օրերս նշեց, որ զգալի ընդմիջումից հետո կուսակցությունը վերամասնակցում է քաղաքական ընտրական գործընթացներին։ Խոսքը մասնավորապես վաղարշաբաթում կայանալիք ընտրությունների մասին է, որին ժառանգությունը եւս մասնակցում է։ Իսկ ցուցակի առաջին համարը Արկադի Փայտյանն է, ազատամարտիկ է, փոխգնդապետ, էներգետիկայի մասնագետ։ Թերթի տեղեկություններով այս ընտրությունները ժառանգության համար յուրատեսակ ռեստարտ փորձություն են։ Բանն այն է, որ թերթի աղբյուրների փոխանցմամբ Ռաֆի Հովհաննիսյանը որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն։ Հրապարակը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն իր գերդաստանով պատուհաս է դարձել Սյունիքում, Լիսկայի ազգուտակի արժանի փոխարինող դարձել։ Մամուլը բազմիցս գրել է նրանց մասնակցությամբ ռազմորկանների մասին, որոնք անպատիժ են մնացել, քանի որ մարզի դատախազը Մելիքսեթի որդին է, Մասիս Պողոսյանը։ Չնայած գլխավոր դատախազին մարզի ԿՊԱ-ականները բողոքել էին Սյունիքի դատախազից, սակայն թերթին ասել են, որ հայրը, որը Սուրեն Պապիկյանի խորհրդականն է, նախարարին խնդրել է բարեխոսել որդու համար։ Թերթը տեղեկացել է, որ հիմա էլ փորձում է փրկել քրոջ որդուն, տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցին, որի նկատմամբ ապօրինի ընդերքով օգտագործման փաստով վարույթ է հարուցվել։ Իրավունքը գրում է. ՔՊ-ում լուսաբացները խաղաղ չեն։ Ներքին պառակտումը հասել է պիկին կիրակի օրը, երբ թիմակիցներին կուսակցության գրասենյակի պատասխանատուները ասել են, որ պարտադիր կերպով պետք է մասնակցեն կարգալույց հոգևորականի մատուցած պատարագին։ Ասում են գրեթե համատարած, հատկապես մայրաքաղաքի կուսակցականները հրաժարվել են, ասելով. «Այ այդ մի հարցում մենք չկանք»։ Իրավունքի ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ կիրակնօրյա կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած։ Ըստ աղբյուրի հասկացել է, որ ոչ թե ընդհանրապես շոուն չստացվեց, այլ իրականացավ վատթարագույնը, որի մասին կարելի էր միայն մտածել։ Ինքն իրեն դրեց ծիծաղելի վիճակում։ Ասում են փորձել է նաև այս մասին Հռոմի Պապի հետ խոսել, բայց բախվել է անտարբերության, հասկանալով, որ Վատիկանում եւս ծայրահեղ վատ են նայում նման արարքներին։ Ժողովուրդը գրում է. Իշխանությունները իդեմս Նիկոլ Փաշինյանի չեն պատրաստվում նահանջել եկեղեցու դեմ սկսված արշավից։ Իշխանությանը մոտ գտնվող աղբյուրները փոխանցում են, որ կաթողիկոսի դեմ արշավը շարունակվելու է։ Իշխանականները ամենօրյա ռեժիմով նրան քննադատելու են, հորդորելով հրաժարական տալ։ Իսկ Փաշինյանը փորձել է իր շուրջ հավաքել այն հոգևորականներին, ովքեր պատրաստ են իր հետ քայլերթով հասնել Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Փաշինյանի կարծիքով դեռ չի հասունացել վեհարան գնալու ժամանակը, դրա համար դեռևս կշարունակեն Հովհաննավանկում պատարակների ժամանակ մարդկանց համախմբել։ Իսկ երբ նկատեն, որ մարդկանց թիվը ավելանում է, նոր կքայլեն դեպի Մայրաթոր Փաշինյանի ուղեկցությամբ։